նշել ենք, որ մենք փորձում ենք ամեն կերպ վերագործարկենք Շիրակու օդանավակայանը, ակտիվացնելով նրան, խթանելով Հայաստանում ներգնաց զբոսաշրջությունը, մասնավորապես խոսքը գնում է low-cost բյուջետային ավիաընկերությունների մասին, որովհետև մենք փորձում ենք Շիրակու օդանավակայանը ներկայացնենք աշխարհին որպես այդպիսին, քանի որ գիտեք արդեն իսկ որոշ դեղջեր եւ ծառայությունների սարքերի իջեցում տեղի ունեցել Շիրակու օդանավակայանի մասով, մասնավորապես աերոնավիգացիոն ծառայությունների 50% իջեցված գնով են մատուցվում Շիրակու օդանավակայանում, մեթեորոլոգիական ծառայությունները անվճար են եւ Արմենիա միջազգային օդանավակայանների ընկերությունները իր կողմից իջեցված սակագները առաջարկում մնացած բոլոր ծառայությունների համար։ Այսօր մենք այստեղ եկել ենք Արմենիա միջազգային օդանավակայանների տնօրենի հետ, որը ներկայացնելու է ինչ-որ չափով ինչ ներդրումներ են ակնկալվում իրականացնել Շիրակու օդանավակայանի շենքային եւ ինտեգրացվածքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Անուններով ավիաընկերությունների ես այս պահին դեռ չեմ կարող ասել, քանի որ դա կոմերցիոն բնույթի գաղտնիք է, կարծում եմ դեռ ժամանակը չի, բայց հավատացեք անմիջապես, այսպես ասած, պաշտոնապես հայտերը ստանալու պես իհարկե հանրություն է տեղեկացած։ Շիրակու օդանավակայանը միջազգային չափորոշիչների համապատասխան օդանավակայան դարձնելու համար ինչ ծրագրեր են իրականացվել եւ սա մոտավորապես ինչ ներդրումային ծրագիր է ենթադրում, ինչքան գումարի պետք է նախ հասկանանք ինչ նշանակում միջազգային չափորոշիչների համապատասխան։ Շիրակու օդանավակայանը այս բայդրությամբ ավիացիոն անվտանգության իմաստով ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշների, հակառակ դեպքում միջազգային չվերթ այստեղից չէր տեղի ունենա։ Այս հարցը միանշանակ է եւ երկրորդ կարծիքն չի կարող ինչ վերաբերվում է այսպես ասած հարմարավետության պայմաններին, իհարկե Շիրակու օդանավակայանը զիջելու է զվարճություն օդանավակայանին, քանի որ իր գնային առաջարկով ինքը եւս հանդես է գալիս որպես բավական էժան։ Եվ թիրախային շուկան այն չէ, որ մենք պետք է ելցակի, այսպես ասած, թանկարժեք եւ առավել հարմարավետ։ Բայց իհարկե մինիմալ պահանջները իրականորեն փոփոխվելու է այստեղ ենթակառուցվածքը եւ ապահովելու է մինիմալ, այսպես ասած, կոմֆորտային Բայց չէ, պարոն Պալասանյանը հայտարարեց, որ Պաբեդայից բացի նաև երկրորդ ավիափոխադրողն է եկել եւ հստակ պայմանավորվածություն կա եւ սեփականատերը գյումրեցի է։ Ես սրա մասին հայտնել եմ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը այս պահի դրությամբ որևէ պաշտոնական հայտ ստացված չունի, քննարկումներ գնում են տարբեր տնտեսվարողների հետ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան, հետաքրքրությունը բավական ակտիվ է Շիրակու օդանավակայանի ուղղությամբ, տեսնենք, այսպես ասած առաջանալուն պես, ինչպես արդեն նշեցի, այդ միանգամայն կտեղեկացնենք, հետևեք մեր մամուլի ծառայությանը, մենք մշտապես տեղեկացնում ենք պաշտոնական հայտի ստացման բարակայում։ Տեղեկություններ կան, որ Շիրակու օդանավակայանում ավիավարելիք է հյուրացվել կամ ավիավարելիքի կորուստ է եղել, Մենք նման ինֆորմացիա չունենք։ Այդ զբաղվածությունից փոխանցում են, որ եղել է։ Դիմեք զբաղվածություն։ Մենք նման ինֆորմացիա չունենք։ Կկարողանանք այնպես անել։ Ձեր անունը հասկանում եւ պաշտոնը որ մենք ճիշտ ներկայացնենք ցած։ Սերգեյ Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի փոխվարչություն։ Կկարողանանք այնպես անել, որ ուղևորահոսքը Թիֆլիսի օդակայանից հետ բերենք Շիրակու օդակայան կամ մեր կողմից արված վերլուծությունները այս պահի դրությամբ արդեն ցույց են տալիս, որ Պոբեդայի թռիչքների 20-ից 30% իհարկե կախված թռիչքից մեր հայրենակիցներն են, որոնք բնակվում են Վրաստանի սահմանամերձ գոտիներում, աղքատներում։ Սա արդեն իսկ ինչ-որ չափով նշանակում է, որ կա որոշակի, այսպես ասած, այդ կողմից թափիկություն։